FM հարերեթի եթերում միջազգային նորություններն են ստուդիայում է Սիրանուշ Ոսկանյանը։ Լսեք հաջորդ թիվ։ Գվատեմալայում ուղղաթիռի վթարի հետևանքով 10 մարդ է մահացել, եմենցիները բողոքի ցույց են կազմակերպել։ Տոկիոյում ամենաբարձր հեռուստաաշտարակն է կառուցվել։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Քաղաքացիական ուղղաթիռը երեքշաբթի օրը վթարի էր ենթարկվել Գվատեմալայում, որի պատճառով ուղղաթիռում գտնվող 3 մարդ վիրավորվել էր։ Գվատեմալայի օդային ուժերի ուղղաթիռը, որն ուղղվել էր առաջին ուղղաթիռի անձնակազմին օգնելու, նույնպես վթարի էր ենթարկվել։ Պաշտոնատարանցին հայտնում են, որ վթարի պատճառով մահացել է 10 մարդ։ Associated Press-ի հաղորդման պաշտպանության նախարար Ուլիսել Անձուետոն ասել է, որ ուղղաթիռը ուղևորվել է առաջին վթարից ուժասներին օգնություն ցուցաբերելու։ Վթարի պատճառով 7 սպա եւ օդային ուժերի 3 փորձագետ է մահացել։ Եմենցիները երեքշաբթի օրը բողոքի ցույց են կազմակերպել Թայիզ քաղաքում, պահանջելով, որ ԱՄՆ դեսպանը հեռանա երկրից։ Ցուցարարները պահանջել են, որ դեսպանը դադարեցնի միջամտությունը Եմենի ներքին գործերին։ Նրանք նաև պահանջել են, որ երկրից հեռացվեն նախկին բռնապետ Ալի Աբդուլլա Սալեհի իշխանության մնացորդները։ 2011 թվականի հունվարից եմենցիները սկսել էին արդեն հայտնի հեղափոխությունը, պահանջելով կառավարության փոփոխություն։ Անցած տարի առաջարկված գործարքի համաձայն, որի նպատակն էր երկրում դադարեցնել խառնաշփոթն ու բռնությունները, նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին փոխարինեց նրա տեղակալ Մանսուր Ալ-Հադին, որը նախագահական ընտրությունների միակ թեկնածուն էր։ Թայիզի ցուցարարներն ասել են, որ ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան աջակցել են գործարքի կնքումը, իսկ դա նշանակում է, որ նրանք ցանկացել են պահպանել իրենց նախկին իշխանությունը երկրի ղեկավարման գործում։ Տոկիոյում ավարտվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի երկնային ծառի շինարարությունը։ Դրա բարձրությունը ալեհավաքի հետ կազմում է 634 մետր։ Այն բարձր է Չինաստանի Հաոնժոու քաղաքի համանման հեռուստաաշտարակից, որի բարձրությունը չի գերազանցում 600 մետրը։ Հեռուստաաշտարակի շինարարությունը սկսվել է 2008 թվականին, բացմապաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին։ FM դիապազոնով ռադիոհեռարձակումը կսկսվի ապրիլից, իսկ հեռուստաալիքներ աշտարակը կօգտագործեն հաջորդ տարվանից։ Այդ հսկայական շինարարության վրա ծախսվել է 812 միլիոն դոլար։ Դանիայի ռազմածովային ուժերի աջակցության եւ կառավարման ունիվերսալ նավը փետրվարի 28-ի գիշերը Սոմալիա ափերի մոտ սոմալիացի ծովահենների նավը Սաֆթել սկզբում ծովահենների նավի ուղղությամբ նախազգուշական ազդանշան է տրվել։ Ծովահենները չեն արձագանքել, որից հետո էլ արդեն դանիացիները հարվածել են։ Երբ նավը գրավվել է, նրա վրա եղել են 17 ծովահեններ եւ 18 պատաններ։ Չնայած բժշկական օգնությանը գերիներից 2-ը մահացել են, անձնակազմը չի տուժել։ Ֆրանսիան երեքշաբթի ետ է կանչել Բելարուսի իր դեսպանին այն բանից հետո, երբ Մինսկը որոշել է ետ կանչել Եվրամիությունում իր մշտական ներկայացուցչին եւ Լեհաստանում իր դեսպանին։ Եվրոպայի իր գործընկերների հետ Ֆրանսիան դեմ է հանդես գալիս Բելարուսի որոշմանը Մինսկ ետ կանչել Լեհաստանում իր դեսպանին եւ Եվրամիության իր մշտական ներկայացուցչին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բերնար Վալերան։ Մինչ այդ Եվրամիության անդամ երկրները համաձայնության էին եկել ի պատասխան Մինսկի վերահիշտել գործողությունների ետ կանչել իրենց դեսպաններին Բելարուսից։ Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Մարտին Շուլցը հայտարարել էր, որ Բելարուսի այդ որոշումը ճշտամական գործողություն է։ Իր հերթին Բելարուսի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Բելարուսը ետ է կանչել Եվրամիության իր պաշտոնական ներկայացուցչին եւ Լեհաստանում իր դեսպանին ի պատասխան իր երկրի դեմ պատժամիջոցների խստացման։ Նա նաեւ նշել էր, որ Բելարուսը կարգելի պատժամիջոցների ընդլայնմանը նպաստեց Եվրամիության բոլոր պաշտոնյաներին մուտք գործել իր տարածք։ Ավելի վաղ Մինսկից իր դեսպանին ետ էր կանչել Գերմանիան։ Այսօր Մեծ Բրիտանիայում փակվելու է աշխարհի ամենահին գործող ատոմակայանը, որը գործել է 44 տարի շարունակ։ Մինչ 2025 թվականը Մեծ Բրիտանիան պատրաստում է նոր ատոմակայան կառուցել, որը նախկինից մի քանի 100 մղոն հեռավորության վրա կգտնվի։ Associated Press-ի հաղորդմամբ այդ տարածքում մի քանի տասնամյակ շարունակ բնակվողներն ասել են, երբ 44 տարի առաջ ատոմակայանը սկսել են կառուցել, իրենք ոչ մի հնարավորություն չեն ունեցել դադարեցնելու դրա շինարարությունը, եւ այժմ էլ հույս չունեն, որ կկարողանան կանխել նոր ատոմակայանի կառուցումը։ Նոր ատոմակայանը 6 անգամ ավելի հզոր է լինելու, քան նախկինը եւ գործելու է հարմար ջրային ռեակտորների կարիք կունենա։ Այս ժամի համար նախատեսել է այսքանը, առայժմ։